Հայաստանը գնում է տարբեր սյուր տարօրինակ տրանսֆորմացիաների միջով։ Մենք կարողանում ենք այնտեղ մրցակցել անգամ ոչ շատ որակյալ ապրանքներով։ Հապալասը արժե բիտկոինից բետար ընկել է։ Գինիները վրացական, կոնյակը հայկական։ Հետաքրքիր, նոստալգիկ, տենց ալիք է սկսվել 2005, 6, 7 թվականների շուրջ։ Մեր արտադրողները որևէ ցանկություն համագործակցելու իրար հետ չունեն։ Դե լավ է, ուրեմն այդքան ված չի ամեն ինչ էլի։ Ոչ աստի վատ է։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասթն է, շնորհակալություն, որ բաժանորդագրվել եք, շնորհակալություն, որ նայում եք։ Այսօր մենք զրուցելու ենք Ամերիկյան համալսարանի բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի հետ։ Բարի վերադարձ, պարոն Գաբրիելյան։ Նաև նախկին փոխվարչապետ, նաև նախկին Հայաստան եւ ամբողջ աշխարհ կապերի պատասխանատու, կարող է ճիշտ չեմ հիշում պաշտոնը, բայց մոտավորապես ես ձեզ միշտ ընկալել եմ որպես տենց ամբողջ աշխարհի հետ տնտեսության գծով կոմունիկացվող անձ։ Ուղղակի ինձ եթե սխալ եմ։ Կար որ կոչվում էր միջազգային տնտեսական կապերի եւ դա է։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո։ Եվ կա կարծիք, որ նա շատ դաժան արյունախում մարդ է, բայց այսօր մենք կպարզենք, որ շատ համեստ հրաշք ազնվություն կներեք, պրոստը ուզում ենք ինչ-որ տենց ինտրիգային ձևով սկսել և այսպես, լավ, մենք այդքան տենց դասախոսական աշխատանքի մասին չենք խոսալու, այսօր ուզում ենք հասկանալ ինչ է կատարում տնտեսության մեջ, աշխարհում տնտեսության մեջ, ինչ խաղաքարտեր ունենք, արհեստական բանականություն և որն են մեր ուժեղ և թույլ կողմերը։ Հիմա Հայաստանը գնում է տարբեր սյուր տարօրինակ տրանսֆորմացիաների միջով և երկու տենց բիպոլար վախեր կան, մեկը որ եթե հանկարծ կորցնենք մեր հիմնական շուկան, մենք կործանված ենք, մյուսը եթե չվերացնենք այդ շուկան ինքներս ու չվեկտորավորվենք դեպի Եվրոպա, այդ ժամանակ ավելի շատ պրոբլեմ կլինի։ Կործանված ենք։ Հիմա ինչ շանսեր ունի մեր տնտեսությունը այս տուրբուլենտ ժամանակներում և բոլոր սցենարները, եկեք հերթով այդ սցենարները հասկանանք։ Եթե հանկարծ փակվում է հյուսիսը, ինչ օպշններ ունենք այնտեղ։ Եթե ընդհակառակը գրկաբաց ընդունում ենք հյուսիսի բոլոր զավուալիրованные ասում են, ոչ մի չհասկանամ, նեղ կրուգ հասկանա։ Եթե հյուսիսը ընդհակառակը շատ գրկաբաց շարունակվում է, ինչ հետևանքներ կամ լավ արդյունքներ կլինի այնտեղ։ Մոտավորապես տենց։ Եթե գանք Հայաստանի Հանրապետության արտադրանքին, ապա մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք արտադրում եւ ինչ ենք կարողանում արտահանել։ Եվ ում է դա պետք է լինի։ Գլոբալ առումով, եթե մենք նայենք ում է պետք տեսակետից որակյալ արտադրություն եւ այլն, մենք ունենք որոշակի զարգացումներ, խոսքը եթե վերաբերում է գյուղատնտեսության սեկտորին, որ որոշակի ինվեստիցիաներ արվել են, ինտենսիվ այգիներ կան եւ այլն, սակայն դեռևս արդյունաբերական մասշտաբների ծավալների, որով մենք կարողանանք ողողենք աշխարհը գյուղատնտեսական արտադրանքի տեսակետից չունենք։ Հիմա ասենք ինչ է արդյունաբերական արտադրանքի ծավալները, ենթադրենք դա հոլանդական արտադրություններն են։ Հոլանդիան աշխարհում երկրորդ գյուղատնտեսական արտադրանք արտահանողն է, Միացյալ Նահանգներից հետո։ Այդ մի փոքր 41000 քառակուսի կիլոմետր։ Եվ իրենք արտահանում են սերմեր, տեխնոլոգիաներ, ծաղիկներ են բերում ամբողջ աշխարհից, վերավաճառում են, ասենք այն ինչ որ հիմա մենք հոլանդական ծաղիկներ ենք ասում, դրանք իրականում կամ Էկվադորում են աճեցված կամ Քենիայում, եւ այնտեղ բորսա կա։ Այդ բորսայում ամեն առավոտ վաճառում են մեծ քանակությամբ եւ այլն։ Հիմա մենք էլ տեսականորեն բորսայի հայտնվելու գաղափարի մասին խոսել ենք առնվազն 90-ական թվականներից։ Եթե հիշում եք, կար բանկիր Մարտին Հովհաննիսյան, որը Երևան Կրեդիտ բանկ կար, Երևան Կրեդիտ բանկը ուներ ինվեստիցիաներ Էջմիածնի շրջանում ջերմոցներ, խոսում էին, որ պետքա դուրս գանք դրանով Հոլանդիա, թռիչք եւ այլն։ Սակայն որպեսզի այդ ամեն ինչ անենք, մեզ անհրաժեշտ են մի շարք բաներ։ Լոգիստիկայի համար ծավալներ եւ որակի հավաստման ենթակառուցվածք։ Որակի հավաստման ենթակառուցվածքը նշանակում է դուք պետք է ունենաք
լաբորատորիաներ, որոնց վստահում են եւ որոնց տված սերտիֆիկատները իրականում հավաստի են եւ մարդիկ սահմանին դա առանց կանգնեցնելու նայում են։ Հիմա որոշ արտադրողներ ունենք, որ նման սերտիֆիկատներ կարող են տալ, որոշ լաբորատորիաներ ունենք, որոնք կարող են տալ։ Սակայն մեր հիմնական խնդիրը գալիս է նրանից, որ մենք ունենք բազմաթիվ արտադրողներ, որոնք հեռու են դրանից, եւ մենք երբևէ ամենայն խստությամբ այդ արտադրողների որակի հավաստման տրամաբանությանը չեն գնացել։ Ասենք մեր վճռեցնենք լավագույն հայտնի ապրանքը, կոնյակը, որը հատկապես նախկին խորհրդային միության տարածքում հայտնի է։ Մենք գիտենք, որ եթե դուք մտնեք Ռուսաստանի մտնեիք, հիմա չեմ կարող ասել կա չկա ինչքան քանակությամբ, բայց Ռուսաստանի խանութներում բավական հետաքրքիր էր։ Մենք ունենք բազմաթիվ կոնյակների հավաքածու, որը վաճառվում էր, որոնց մասին հայ սպառողը գաղափար չուներ, որ այդպիսի արտադրողներ ընդհանրապես կան։ Եվ գներով էին վաճառվում, որոնցով տեխնոլոգիապես անհնար էր ստանալ այդ կոնյակը։ Հիմա տրամաբանությունը եղել է այնպեսին, որ եթե արտադրում ենք, արտահանում ենք, դա տնտեսությանը օգուտ է, եւ այդ տեսակետից այդ տնտեսությանը օգուտ լինելու տրամաբանության մեջ թողենք արտահանեն, կամաց-կամաց ստանդարտները բարձրացնենք։ Որոշ դեպքերում սա աշխատում է, որոշ դեպքերում չի աշխատում։ Մեծամասամբ բիզնեսմենները, հատկապես եթե նրանք փոքր են ծավալներով, որակի ապահովման մասին չեն մտածում, եթե ունեն սպառման շուկա։ Հիմա այդ նույն տրամաբանությունը գալիս է, հասնում է նաև մեր Եվրոպայի հետ եւ Ռուսաստանի հետ խնդիրներին։ Ռուսաստանը, քանի որ կարիք ավելի շատ ուներ այդ տեսակի ապրանքների եւ ապրանքային ճանաչողություն ուներ, գին որակ կատեգորիայի մեջ մենք կարողանում ենք այնտեղ մրցակցել անգամ այդպիսի ոչ շատ որակյալ ապրանքներով։ Հիմա առաջին հերթին այդ արտադրողներն են վտանգի տակ եւ այդտեղ էլ խնդիր կա, որ ասենք նույն խնդիրը նմանապես կա, ասենք Եվրոպայում։ Բավական հետաքրքիր անալոգիային բերում չափերը համադրելի չեն, ուղղակի խնդիրների տեսակետից։ Եվրոպացի մի շարք տնտեսագետներ ասում են, որ մենք Միացյալ Նահանգների դեմ մրցակցության մեջ կամ Միացյալ Նահանգների հետ մրցակցության մեջ տնտեսական առումով կարիք ունենք կոնսոլիդացիայի, որովհետև այն մասշտաբները, մասշտաբի էֆեկտը, որ ունեն ամերիկացիք, թե ամբողջ աշխարհում, թե խոսքը վերաբերում է թե արհեստական բանականության եւ այլնի վերաբերյալ, մենք չենք կարող անել, որովհետև մասնատված ենք Եվրոպական միության տարբեր երկրների կարգավորումներով։ Եվ իրենք խոսում են, այսպես ասած, որպես Եվրոպա։ Եթե այդ սահմանափակումները մսնողներին հարցնես, նրանք ասում են, մենք եվրոպացի չենք, ֆրանսիացի ենք կամ գերմանացի ենք։ Որպես կանոն եվրոպական միասնության, եվրոպական ընդլայնման եւ մասշտաբի անցնելու մասին խոսում են ավելի փոքր երկրների ներկայացուցիչները, հոլանդացիները, բելգիացիները եւ այլն, որոնք որպես այդպեսին սեփական կապիտալ չունեն, որպեսզի սեփական կապիտալի մասին շատ մտածեն։ Իրենք առանց էդ էլ այս կամ այն կոնգլոմերատների տեսքով գոյություն ունեն կամ ունեն մի կամ երկու չեմպիոն, բայց գլոբալ առումով տնտեսությունը դոմինանտ է Միացյալ Նահանգների եւ ավելի խոշոր եվրոպական երկրների կառույցների կողմից։ Հիմա այս տրամաբանությամբ եթե գանք, Հայաստանի տնտեսությունը չի կործանվի ռուսական շուկայի փակվելով, որտեղ ռուսական շուկան անմիջապես ամբողջովին չի փակվում։ Այսինքն կան մի քանի ասպեկտներ, որոնք պետք է քննարկել։ Կա ֆիտոսանիտարական հսկողությունը, որոնք վերաբերում են ապրանքների այն տեսակներին, որոնք կենդանական եւ բուսական ծագման են։ Ինձ ինչպես մի ժամանակ ասեց Լատվիայի դեսպանը, ասեց մեր երկրում բոլորը գիտեն Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժշկի անունը, որովհետև նա պարբերաբար արգելում էր շպրոտների ներմուծումը։ Որովհետև դրանք, ասենք, սովետական միության տարիներից մնացած նոստալգիկ հիշողություն կար, բայց Ռիգայի շպրոտների պահածոները մեծ շուկա ունեին եւ նրանք ցանկանում էին արտահանել, բայց ժամանակ առ ժամանակ, եթե չեմ սխալվում, Դանկվերտեր ազգանունը ասած բոլորը գիտեն նրա ազգանունը, որովհետև ժամանակ առ ժամանակ շպրոտների մեջ ինչ որ խնդիր է տեսնում։ Հիմա մեզ մոտ էլ ժամանակ առ ժամանակ այդ խնդիրը կտեսնեն։ Մենք կարողացանք որոշ արտադրողների տեսակետից համախմբել, կային նաև, ասենք, տեղափոխողներ, որոնք մեծածախ
արտադրություն էին կազմակերպում կամ մեծածախ արտադրության հավաք էին կազմակերպում Սպայկան կամ մի քանի արտադրողներ կային խոշոր ջերմատներ, որոնք արտադրում էին ելակ կամ չգիտեմ ինչ, որոնք Ռուսաստանի շուկայում մեծ ծավալների արդեն սուպերմարկետային ծավալների ապրանք էին վաճառում, նրանց վիճակը ամենածանրն է։ Կառավարությունը օգնել է վարկերի հետաձգումով, բայց դա կարճաժամկետ լուծումը խնդիրը ավելի շատ կառուցվածքային է, որը երկար է, որովհետև դուք Եվրոպա վաճառելու համար պետք է ունենաք ոչ միայն սերտիֆիկացիա եւ հավաստում, պետք է ունենաք նաեւ սպառողներ, որոնք տեղյակ են ձեր մասին։ Այդ դիրքավորումը Ռուսաստանում ինչ-որ չափով կայացել էր։ Դիրքավորումը Ռուսաստանում կայացել էր եւ կայացել էր, ասենք, այս նույն այդ ալկոհոլի տեսակետից, երբ որ ես ժամանակին Ռուսաստան շատ էի գնում, միշտ նայում էի սուպերմարկետներում կար երկու շարք՝ գինիները վրացական, կոնյակը հայկական։ Եվ դա կախված չէր պետական քաղաքականության հետ, դա ավելի շատ կախված էր, թե ինչպես էին ընկալում խմիչքները ռուս բնակչությունը։ Կոլեկտիվ անգիտակցական ընկալում։ Բավական հետաքրքիր է, որ ասենք նույն վրացիները ժամանակին ենթարկվեցին պատժամիջոցների Ռուսաստանի կողմից եւ գինիների հոսքը կանգնեց, ստիպված որակը բարձրացրին։ Դրանից հետո բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Իրենք կարողացան Ռուսաստան վաճառել մեծ քանակությամբ գինիներ, բայց ոչ ռեկլամ անելով հենց այդ նույն կոլեկտիվ անգիտակցականի հիման վրա եւ այդ կոլեկտիվ անգիտակցականը հիմնվում էր նաեւ մեկ այլ փաստի վրա։ Ռուսաստանում, այսպես ասած, հարավկովկասյան սննդի օբյեկտներում տիրապետողը վրացականներն են։ Շատ ավելի քիչ հայկական եւ շատ ավելի քիչ ադրբեջանական կա, ասենք ցանցեր կան, կա Բակինսկի դվորիկ եւ այլն, բայց վրացական խոհանոցը շատ ավելին է։ Վրացական խոհանոցի ավելին լինելը կախված է նաեւ սննդի առանձնահատկություններից, որոնք ավելի էժանա պատրաստել, քանի որ պահոստավորում կա, խմորային ապրանքները շատ են եւ այլն։ Հասկանում եմ մասնագետի հետ եմ խոսում։ Թույլ տվեք համաձայնվել եւ մի փոքր ավելացնել, որ նաեւ ամենավառ արտահայտված խոհանոցներից է, որովհետեւ եթե տենց շատ, չգիտեմ, էքսցենտրիկ կամ յուրային ուրույն ձևով պոպոքի իր համեմունքների առումով ամենաառանձնահատուկն է եւ նաեւ մատչելիության հասանելիության նույն խինկալին կամ աջարական խաչապուրին թվում է թե սովորական բան է այնտեղ իհարկե կան գաղտնիքներ, բայց հիմնականում հեշտ է պատրաստել եւ ցանցեր ստեղծել։ Հեշտ է պատրաստել նաեւ, որովհետեւ խմորը եւ բաղադրիչները դուք կարող եք պահոստավորել, սառացրած ունենալ եւ թարմ բերել ամենառավոտ ունենալ մեծ քանակությամբ թարմ ինգրեդիենտներ, որոնցից պետք է պատրաստեք, այդ մի այլ խնդիր է։ Ոչ թե այն տեսակետից, որ թարմ առնելն է ծանր կամ այլն, այլ վստահելի մատակարարման շղթա ունենալու տեսակետից, երբ որ դու ունես պահոստ, որը քեզ հնարավորություն է տալիս առանց ընդհատման ավելի արագ արձագանքել պահանջարկի աճին կամ նվազեցմանը, դա ավելի հեշտացնում է ծախսատարության տեսակետից, դրա համար տիրապետողը վրացականներն են։ Մի խոսքով։ Մերը որ մսային է, արդեն disadvantage ունի, հա, ոնց որ։ Դե ոչ միայն։ Բարիկ ջան, քեբաբն ու խորովածը ինքը շատ վառ արտահայտված չէ, էլի։ Քեբաբը մեզնից տարել են, ընդ լրիվ ադրբեջանական է։ Well, քեբաբը ինքը վիճարկվող է, այտենց կամ ինչ որ սպասը դժվար է, որպես ինչ որ շատ առանձնահատուկ ունիվերսալ քիմքի բան ներկայացնել։ Տան։ Թանել ամեն քիմքի բան չի թանը, կներեք։ Լավ։ Սովորենք ուղղակի։ Հասկացա մասնագիտական թեմա եմ մտել, բայց հիմա ասածս ինչ էր։ Պահանջարկի էական մասը ձևավորվում էր ոչ թե սուպերմարկետներում, այլ ձևավորվում էր նաև վրացական սննդի կետերում, որտեղ ուտելու հետ նաև վրացական գինի էին ուզում։ Ասենք նմանատիպ վաճառքի կանալներ մենք չունենք Եվրոպայում, որտեղ ցանկացած ռեստորանում Ռուսաստանում կարող են ասել հայկական եւ դա կարող են հասկանալ կոնյակ, հատկապես ավելի տարիքով սերնդի մոտ։ Երբ որ դուք գնաք, ասենք Չեխիայի ինչ-որ մի ռեստորանում ասեք հայկական, իրենք չեն հասկանա դուք ինչ եք ուզում։ Այս տեսակետից կոլեկտիվ անգիտակցականի եւ բրենդի ճանաչելիության
ապրանքների նմանության, մանկության, չգիտեմ, բազմաթիվ այլ բաների տեսակետից ու նաև լավ դիստրիբյուտորների տեսակետից, որոնք հետաքրքրված կլինեն ձեզ վաճառել, այս ամեն ինչը հնարավոր է, ուղղակի դրա համար պետք է երկար տարիների բավականաչափ մանրակրկիտ եւ համառ աշխատանք, որը մենք ըստ էության չենք արել, ինչի չենք արել, որովհետեւ բիզնեսը շահութաբերության է ձգտում եւ եթե կա երաշխավորված շահույթներ ձեր որակի ապրանքի համար, բնականաբար դուք այդպեսի մեծ զողությունների չեք գնում, որովհետեւ վախեցած եք։ Մենք ունենք մի երկու արտադրող, որոնք Ռուսաստանի շուկայում բավական լավ դիրքեր ունեին, բայց ասենք նույն 15 թվականին ունեին խնդիրներ եւ իրենք հասկացան, որ ամբողջովին կենտրոնացվել մի շուկայի վրա հնարավոր չի եւ սկսեցին դիվերսիֆիկացնել, բայց մնացած բոլորը այդ հնարավորությունները, այդ գիտելիքները եւ այդ կապերը չունեին եւ շարունակեցին անել այն ինչ որ կարող էին անել։ Երկրորդ խնդիրը, որ առաջացավ, մենք թե 15 թվականին, թե 22 թվականին ունեցանք ռուբլու արժեզրկում։ Ռուբլու արժեզրկման պարագայում մեր ապրանքը սկզբից թանկացավ, բայց ի համեմատ մեզ արտասահմանյան ապրանքը ավելի թանկացավ։ Դա էլ որոշակի շուկա բերեց եւ կապերը Ռուսաստանի հետ էլի մեծացրեց։ Պանիրները սկսեցին անել եւ երկրորդը, ասենք, այդ երկուսի հետո մենք սկսեցինք դեֆլյացիաներ մուծել, այսինքն գնանկումներ մուծել Հայաստան, քանի որ ավելի էժան ապրանքներ էր, մենք ոչ թե Ռուսաստանից էինք բերում, այլ նմանատիպ գործարաններից պարտադրված Ռուսաստանում ապրանք էինք բերում եւ այդ նույն ապրանքափոխանակության մեջ շատ դժվարությամբ, բայց կամաց-կամաց մեր տեղը գտանք 22 թվականից հետո հատկապես դա արտահայտվեց այն բանով, որ արտասահմանյան շատ արտադրողներ դուրս եկան շուկայից, իհարկե դրա փոխարեն ռուսականները սկսեցին մեծ ներդրումներ անել եւ մրցակցությունը այդ ոլորտում զարգացավ, բայց այդտեղ արդեն դեռևս բրենդի տրամաբանությունը մնում էր։ Մի խոսքով, եթե ամփոփեմ կարճ, մենք երկարաժամկետ հատվածում կամ միջին ժամկետ հատվածում կարող ենք դիվերսիֆիկացվել։ Դա կլինի որոշ ծախսերի հաշվին։ Որոշ տնտեսություններ չեն դիմանա խոշորացվեն, որոշ բիզնեսներ չեն մնա խոշորացվեն, բայց գլոբալ առումով հնարավոր է նաև դիվերսիֆիկացիա ունենալ։ Երկրորդ, ես չեմ կարծում, որ դա անընդհատ կշարունակվի, որովհետև ինչ որ մի ժամանակ ինչ որ տիպի հանգուցալուծում դա կարող է ունենալ։ Խնդիր կարող է առաջանալ վառելիքի տեսակետից։ Բայց դա շատ ավելի մեծ համաձայնագրերի խնդիր է, որովհետև մենք ունենք ծանր պայմանագրեր, որոնք կարգավորում են այդ դաշտը։ Ինչը որ թվականն է։ Եթե չեմ սխալվում 47։ Okay, շատ լավ։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոп, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել լայվ ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։
Լավ, այդ հասկանալի է, այդ տնտեսական էկոնոմիկայի տեսանկյունից եք դուք ասում, բայց ստեղ եթե քաղաքական տենց կամք կա ու Եվրոպան ուզում է ինչ որ գործիքներ նաև ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական օգտագործի։ Կան ինչ որ տենց գործիքներ քաղաքական, որ բուստ անի, գոնե օքեյ, մի տարով պարտադիր Եվրոպայում բոլոր սեմինար ու կոնֆերանսներին հայկական ջերմուկն ու մյուս ապրանքներն են, որ այնտեղ խանութներում ինչ որ կվոտա լինի, կոպիտ ասած, չեմ 5% հայկական ծիրան լինի։ Որտեղ ջեմը արդեն սարքեց Մարտակոսը, որտեղ շատ քիչ է իրականում, որ ուզենան քաղաքական այդ բանը բուսթի կամ կլինի, այնքան քիչ է մեր ունեցածը, որ շատ արագ կարելի է գուցե սպառել այնտեղ։ Չեմ կարծում, որ նմանատիպ գործիք կա ուղղակի։ Ասենք կվոտավորման գործիք չկա եւ հատկապես դա տանելի չի լինի տեղական բիզնեսների համար, հատկապես գյուղատնտեսական սեկտորը, երբ որ լեհական ֆերմերին ասեն, գիտեք ինչ, ես որոշել ենք ուկրաինացիների հետ միասին մի քիչ էլ հայկական տնտեսությանը աջակցենք եւ այդ տեսակետից հետադարձալիքը շատ ավելի ծանր կլինի։ Դրա գործիքը, որը օգտագործում են հիմա եւ քննարկվում է, ասենք ամենայն հավանականությամբ կկիրառվի, դա մաքսատուրքերից ազատելն է։ Այդ գործիքը ունի 12 ամսվա երկարություն։ Ընդհանրապես, այսինքն չեն էլ հասցնի երկարացման հնարավորությամբ, թե երկարացման հնարավորությամբ, բայց ասենք 2 տարի, հա։ Հիմա դա արել են Մոլդովայի համար, դա անում են Ուկրաինայի համար, ուղղակի ամբողջ հարցը հետևյալն է։ Դա քաղաքական գործիք է։ Տնտեսական չի, դրա համար դատողություն անել, թե դա ինչքան կլինի եւ ինչ կլինի, այս մի քիչ դժվարանում եմ։ Այս բայդրությամբ դա քննարկվում է, բայց նենց չի, որ մեր ապրանքները Եվրոպայում բոլորը գիտեին դրա մասին եւ սպասում են հենց այդ մաքսատուրքերը վերանան, որ այս ծիրանը տանային։ Բայց մենք նայած բանը նույն հապալասը, որը հիմա անգել է ռեկորդային 2500 դրամ է գինը, սովորական 7000-ի փոխարեն, տենց ինձ թվում է դա կարիք չկա դիրքավորել, թե որտեղի հապալասն է Եվրոպայում։ Կամ եթե դիրքավորում ենք, կարելի ասել from the homeland of Kardashian, ինչ որ sense մի հատ pop, ուտե Kardashian-ը մի հատ ավելի շատ турք բանկան կան իրաց մաքսներ։ Կրեատիվ գաղափարներ են։ Ես կառաջարկեմ կառավարությանը դիմես PIN agency։ Okay, լսում եք, ես ուսով եմ լսում են։ Լավ, մի հատ էլ ուրիշ տենց ավելի խորանանք։ Լիքը բաներ, որ նայում եմ կուտակվում եմ մոտես տնտեսության ոլորտից, բայց ինձ այդքան վստահ չեմ զգում ասելու, մեկ-մեկ ասեմ, նարեկը վրես խոսում է, օրինակ վարդերը, ծաղիկները։ Ինձ թվում է շատ տարօրինակ է լինել տնտեսվարող եւ հաշվարկ անել, բռնեմ ինտենսիվ այգի կամ ինչ որ տես ջերմոց սարքեմ, որտեղ ներդնում կանեմ, փող կծախսեմ, տունս, բանս, ես ինչ վար կվերցնեմ, վաթեր կանեմ, որի պլանը գծած է նրա վրա, որ Պիտերբուրգում պետք է իմ վարդերը վաճառվեն 5000 կիլոմետր այն կողմ, մանավանդ հաշվի առնելով այդ անընդհատ ինչ որ ցիկլերը, հա, ինչ որ լարվածության բան ու ոչ միայն վերջին տարիներին, հա, դեռ 15 եւ այլն տարիներին անընդհատ ինչ որ տենց դժվար ցիկլեր են ու դու կառուցում ես բիզնես այդ հույսի վրա, որ շատ հարթ կկարողանաս արտահանել քո վարդերը, չգիտեմ, Պսկով։ Արդյոք այտենց պետքա արդյոք չարժի վերանայել այդ տիպի բիզնեսները եւ գուցե կան ինչ որ ավելի արդյունավետ, էներգոարդյունավետ իր տարածքը զբաղեցնելու եւ օգտակարությունը, պրոտեին արտադրելու ունակությունը, չգիտեմ, օրինակ ծնեբեկը ինչքան ավելի լավ բան է ծնեբեկը, քան վարդը։ Ու հիմա արտահանվում է շատ լավ Սինգապուր։ Ու ծնեբեկը այնտեղ կան վիտամիններ, всё։ Չէ, լիքը պլյուս համովա, պլյուս ինքը էկզոտիկա է, պլյուս ինքը high profile ինչ որ տես բան է։ Ու ծնեբեկը մարքեթինգը ոնց է աշխատել։ Այսքան ինչ որ տեղից եթե կարա։ Մի հոգի արտահանել է, всё, դու որոշեցիր, որ դա շատ լավ է։ Ծնեբեկը ինքը high value բան է, ինքը մեծ արժեք, փոքր տարածքից մեծ արժեք է ստանում։ Շատ ավելի high value է։ Հոտը, հա, այս մեծ տարածքի վրա։ Քան գարժի քան ծնեբեկը։ Բայց ինքը փխրուն է, okay, իսկ ծնեբեկը, եթե ծնեբեկը կարաս ծնեբեկը փխրուն է, թե մի քանի շաբաթ կարաս սպայես, վարդը, չէ։ Ինչ կասեք։ Ես վեճը բանա կարգավորեք։
Մենակ խնդրեմ առանց էմոցիաների։ Հանգի։ Ծնեբեկի վերաբերյալ ձեր խոսալուց հետո դժվար է առանց էմոցիաների։ Բայց խնդիրը հետևյալն է։ Բնականաբար դա կարելի անել։ Ուղղակի պատկերացրեք, որ դուք մի քանի տարի փորձել եք տարբեր բաներ, այդ թվում ծնեբեք եւ դա պահանջարկ չի ունեցել եւ դուք չեք կարողացել վաճառել։ Հիմա խնդիրը հետևյալն է, ինչպես ասեցի, կարևորագույն խնդիրը գտնել դիստրիբյուտոր եւ այդ դիստրիբյուտորին տալ ծավալ։ Մեր ամենամեծ խնդրեմը, հատկապես գյուղատնտեսական արդյունաբերության հետ երկու բանում է կախված։ Հավաստված որակով ծավալ ապահովել։ Մենք երկար տարիներ խոսում ենք, ինչի ծոցի երկրներ չենք արտահանում։ Ծոցի երկրներ չենք արտահանում մի քանի պատճառներով, որովհետև մենք ծավալներ չունենք, որպեսզի օգտագործենք ինքնաթիռ։ Տնտեսության կոնյունկտուրայից ելնելով գնացքներով, ֆուրերով Պարսկաստանով տանել եւ այլն մի քիչ խնդիրներ էր առաջացնում։ Եթե մենք ինքնաթիռ ենք տանում, այդ ինքնաթիռը պետք է լինի մշտակած գնացող եկող, որպեսզի ապրանք տանի, ապրանք բերի եւ դրա հետևանքով ավելի էժան նստի եւ այդ բազմաթիվ մարդկանց վրա բաժանվի, որպեսզի լինի։ Երբ որ դիմում ենք տարբեր արտադրողների, միշտ այն բանի պատմությունն է գալի, երբ որ ասում չինացիները ասում են դելեգացիան երկիրը քանի հոգի, ասում են 3 միլիոն, որ հյուրանոցում եք մնում։ Հիմա երբ որ դուք խոսում եք որևէ ցանցի հետ Ռուսաստանում թե Դուբայում, իրանք ասում են ինչ ծավալ եք ապահովում եւ այդ ծավալի որակական կազմը ինչով կարող եք ապահովել, այսինքն որակի հսկողությունը, որ դուք ունեք եւ եթե մենք մի արտադրող չունենք, որը շատ մեծ ունի ջերմոց եւ կարողանում է արտահանի եւ ստաբիլ որոշակի ծավալ տա, դա պետքա տարբեր արտադրողներից բերես։ Մեր արտադրողները որևէ ցանկություն համագործակցելու իրար հետ չունեն։ Կառավարությունը ինչքան հիշում եմ, միշտ ջանքեր է արել, ասենք այս վերջի տարիներին կարծում եմ, որ արել է, ուղղակի տեղյակ չեմ, ոչ թե այն պատճառով, որ չի արել, ասենք նախկինում ուղղակի տեղյակ եմ։ Արտադրողներին ասում են, կարող ենք արդյոք որակի մեկ ստանդարտ անել եւ այդ ստանդարտը բոլոր ճյուղի վրա տանել։ Եվ ստեղ գալիս էր կոլեկտիվ գործողության խնդիրը, երբ որ բոլորը պետք է աշխատեին եւ ասեին, ես իր ստանդարտի տակ չեմ աշխատի, այդ ինչ ստանդարտ է, ով ալնելու։ Մեր ուժեղ կողմը չի։ Ում լաբորատորիան է, այդ լաբորատորիան բա ինչ անելու, կարող է իրեն ավելի լավ նայի, հետից լավ չնայի։ Պետությունն ասում էր, ես կանեմ, ասում էր, դե չեմ ուզում, թողեք իմը, այնտեղ նաեւ խնդիրներ կային, որ որոշ արտադրողներ մեծ ցանկություն ունեին կանխիկով աշխատելու, մի խոսքով։ Այսինքն տեսականորեն, եթե բիզնեսը կազմակերպվելու ունակություն ունենա եւ համախմբի, քանի որ ծավալներ չի կարող ունենալ, դա նշանակում է որոշակի ստանդարտին անվերապահորեն աշխատել եւ այդ ստանդարտը պահելն է, բրենդինգի ընդհանուր բաները պահելն է։ Դե ինչու՞մն է զաջարշկանել, այնց է, որ արդեն քարը հասել է փոսին, որ վստահ չեմ այդ տենց այդ արտադրությունը։ Yeah. Հիմա ես դանակը։ Ինչքան հիշում եմ, մի քանի անգամ այդ ֆրազները եղել է, որ դանակը հասել է ոսկորին, բայց բանից պարզվել է, որ ամեն դեպքում մի քիչ էլ տեղ կա եւ այդ այնքան չի հասել, որ համախմբման դե լավ է, ուրեմն այդքան ված չի ամեն ինչ էլի։ Ոչ աստի վատ է։ Դե բայց մյուս կողմից վարդերը 1000 դրամով փունջ են վաճառում, հապալասը արժե բիտկոինից բետար ընկել է։ Գուցե вообще գյուղատնտեսությունը չի մեր ֆիշկան։ Գյուղատնտեսությունը չի կարող լինել որևէ տնտեսության ֆիշկա հիմա արտադրողականության պատճառով։ Մենք նաև ունենք խնդիր, որ մասսայական արտադրություն տալ չենք կարող, ու ծավալների տեսակետից։ Գյուղատնտեսությունը կարող է լինել, բայց գյուղատնտեսությունը կարող է լինել արտահանման ենթակա առարկա, երբ որ ունենա ծավալներ։ Կրկին, եթե դուք արտահանում եք, ծավալ չունեցաք, խնդիր ունեք։ Եթե անգամ ձեր ձեռքով ջրած ելակն է, որը մեծ ջանք է կարել եւ գուրգուրել եք, դա չի նշանակում, որ դուք մտնում եք գնային կատեգորիայի տակ, որով այդ որակի ապրանքը դուք կարող եք ունենալ արտադրողականության տեսակետից։ Այսինքն անգամ գյուղատնտեսության պարագայում Իսպանիայում տարածքներ կան, որ նայում եք հեկտարներով տանիքներ են, որտեղ բան են, ջերմոցներ են։
Հիմա եթե մենք գնանք այդպիսի ինտենսիվ, դա կլինի։ Ձեր բարձրացրած հարցը իրականում ուրիշ է, այդքան բիզնեսներին չի վերաբերում, ինչքան գյուղատնտեսությանը, գյուղացիներին, զբաղվածությանը գյուղատնտեսական եւ գյուղերում զբաղվածությանը, որը պարտադիր չի լինի, որ գյուղատնտեսական, այդ հարցերին ինչ ենք անելու, լավագույն պատասխաններ, որպես այդպեսին առայժմ չենք եկել։ Խորհրդային միության տարիներին տրամաբանությունը հետեւյալն էր, որ կառուցենք գործարաններ փոքր քաղաքների շուրջ, այդ գործարաններում նաեւ կսկսենք վերցնել գյուղացական բնակչությանը, բանվորներ կսարքենք եւ այդ բանվորները զբաղվածություն կապահովեն, այդ բանվորական տեղերը զբաղվածություն կապահովեն։ Դա ԽՍՀՄ փլուզման հետ վերացավ, քանի որ ինդուստրիալիզացիան ԽՍՀՄ փլուզումից հետո չգնաց։ Ըստ էության մեր ամբողջ խորհրդային միության նախկին տարածքը գնաց դեինդուստրիալիզացիայի, հիմա իմիջիայլոց Եվրոպան էլ է գնում դեինդուստրիալիզացիայի, Ամերիկան էլ որոշ չափով եւ այլն։ Բայց դա վատ պարտադիր չէ, որ վատ բան է, չէ՞։ Գիտեք, նայած ձեր տրամաբանությունը ինչն է, եթե դուք ունեք պաշտպանական դոգմա եւ պաշտպանական խնդիրներ, ապա որոշ տեսակետից այո։ Ձեզ պետք է ինդուստրիալ բազա, ասենք Ռուսաստանը իր տնտեսությամբ չէր կարող դիմակայել, եթե չունենար ինդուստրիալ բազա։ Եթե մենք նայում ենք արդյունավետության տեսակետից, լավագույնը չի։ Եվ մեր այս պահին, եթե նայում ենք գյուղերում մարդիկ ինչով են զբաղվում, աշխատուժի տեսակետից հիմնականում կար երկրորդ աշխատանքը, որը աշխատանքն էր, ճոճանակային միգրացիա էր, երբ որ գարունը բացվում էր, գնում էին Ռուսաստան հիմնականում, կար Ղազախստան, Ուկրաինա եւս, բայց առողջի բաժինը Ռուսաստանում էր։ Ոնց որում որոշակի սպეციფიკացիայով տվյալ գյուղից ով առաջինը գնացել էր, իր բացած ճանապարհով գնում էին, ասենք, էլի համապատասխան վայրը։ Եվ դրանից բացի կային նաև արդեն ծառայությունների ոլորտում աշխատողներ։ Հիմա ասենք նույն Երևանում, որ դուք տաքսի եք նստում, փաստ չի, որ դες սպասարկում են տաքսովարորդները Երևանից, շատերը անգամ փողոցները լավ չգիտեն եւ Yandex-ով են։ Այնօր նստել եմ, տաջիկ էր օրինակ, այնօր վարորդը։ Ես այդքան տաջիկների մասին չէի ասում, ինչքան ասում էի հայկական գյուղերի բնակիչները, որոնք բայց հիմա տաջիկ էր։ Չէ, չեմ կասկածում մարդաբանական նշмарումների ձեր ունակության վրա։ Պասպորտս խնդրեցի ցույց տալ։ Ոստիկանի համազգեստով եք։ No, չէ, ուղղակի ինչ-որ տարօրինակ ակցենտով էր խոսում։ Կին տաջիկ էր։ Տաքսի մասին ենք, չէ՞ խոսում։ Հա, տարօրինակ ակցենտ էր ռուսեն, դե հարցրեցի որտեղից ես ախպերջան, ասեց Տաջիկստան, ասեցի Դուշանբե, ասում է չէ կողքը ես ինչ գյուղ կա։ Ոչ մի վստահություն էր շնչեց, որ իրոք տաջիկ էր։ Բան չունեմ ասելու, բայց ուղղակի իմ վերածորնակային է, որ գյուղերում հիմա շատերը աշխատում են տաքսովարորդ, գալիս են Երևանում տաքսի են քշում, երեկոյան գնում են գյուղ։ Կամ մի օր մնում են, երեկոյան գնում են գյուղ։ Այդ տեսակետից ծառայությունների ոլորտը, որ իրանք լրացուցիչ ծառայություններ են վարում, կամ իրանք ունեն շինարարական վերանորոգման աշխատանքների մասնագիտացում եւ Երևան քաղաքում կամ այլ քաղաքներում զբաղվում են, բայց իրանք բնակվում են գյուղում, ընտանիքը գյուղում է։ Այսինքն մենք ունենք նաեւ Երևանի խնդիրը, որ ներքին միգրացիայի համար աշխատանքի մեջ շուկա է ապահովում։ Այդ տեսակետից խնդիրները, երբ որ դուք ունեք արդյունաբերական աշխատանք, արդյունաբերական աշխատանքը ունի կանոնավոր ռեժիմով աշխատանք, որը տալիս է որոշակի ստատուս եւ որոշակի աշխատանքներ է ապահովում։ Ծառայությունների ոլորտը նման բաներ չի տալիս եւ շատերը ուզում են նաեւ այդ տեսակի աշխատանք, որովհետեւ ինքը նաեւ ավելի հավասարաչափ է աշխատանք եկամուտների բաշխման տեսակետից, քան ծառայությունների ոլորտը։ Իսկ դեինդուստրիալիզացիային զուգահեռ թվային ինդուստրիայի զարգացումն է նաև պատճառներից մեկը, որ դուք ասացիք Եվրոպան էլ է գնում դեինդուստրիալիզացիա։ Չէ, Եվրոպան գնում է մի շարք այլ պատճառներով, ասենք նույն կան քաղաքական պատճառներ, օրինակ վերեմ կանաչների շարժումը եւ գեոքաղաքական զարգացումները բերեցին նրան, որ գերմանական ինդուստրիայի սյուներից մեկը BASF-ը իր հիմնական քիմիական գործառույթները տեղափոխում է, ասենք Լուիզիանա, օրինակ, որովհետև իրանք նստած էին ռուսական գազի վրա, որը էժան էր, եւ բացի էժանից նաև բերում էր տարբեր տեսակի պրոդուկտներ,
ասենք բնական գազայթան, բութան, պրոպան եւ այլն, երբ որ Ամերիկայից հեղուկ գազ են բերում, դա միայն պրոպան կարող լինի կամ միայն մեթան։ Տարբերակներ կարող է ճիշտ չեմ ասում, բայց մի խոսքով Ռուսաստանից այսպես ասած բնական հոսքով եկողը շատ ավելի բան էր, որը մշակման ենթակա էր, համ էժան էր, համ էլ այլ պրոդուկտներ էին ստանում։ Հիմա այդ տեսակետից այդ զարգացմանը բավականաչափ կողմ էին կանաչները, որովհետև ասում են մենք չենք ուզում ծանր ինդուստրիա եւ այլն, մենք ուզում ենք ավելի զարգացում, բայց դա բերում է դեինդուստրիալիզացիայի։ Դեինդուստրիալիզացիան բերում է որոշակի խնդիրների թե պաշտպանական կարողությունների, բայց ամենակարևորը բնակչության ավելի կայուն եւ հաստատուն զբաղման տեսակետից։ Շատերը հիմա զբաղվում են աշխատանքով, որը անվանում են gig economy։ Gig գալիս է բառից երաժիշտները, որ սկսել են gig բան անել, gig նվագել։ Հիմա շատերը աշխատանք են զբաղվում, որոնք կարող է այսօր լինի, վաղը չլինի, ասենք իրանք միջոցառումների կազմակերպիչ են, event manager-ը ընդհանրենք։ Այդ event manager-ը կարող է ունենա 2 շաբաթ աշխատանք, մի ամիս չունենա կամ հակառակը։ Կարող է լինի վարորդ, որը որոշի, որ ինքը Uber-ը քշում, բայց ինքը քշում է շաբաթը 3 օր, ընդ որում ինքն է որոշում այդ 3 օրը ոնց է քշում։ Կամ պլատֆորմային աշխատողներ եւ այլն։ Դրանի տարբերություն շատերի մոտ նոստալգիա կա սովետական օրերի, որը միայն սովետական չի, ուղղակի ինդուստրիալ ժամանակահատվածի նոստալգիան է, որտեղ դուք ունեիք ամենօրյա զբաղմունք, կայուն աշխատատեղ եւ այլն։ Հիմա դեինդուստրիալիզացիան նաեւ այսպիսի հարցերի է պատասխանում, ոնց որ մարդու աշխատանքի կայուն գնահատումը եւ հասարակության մեջ որոշակի դերակատարումը։ Այնու New York Times-ը մի հոդված էր գրել նրա մասին, որ Չինաստանում հետաքրքիր նոստալգիկ տենց ալիք է սկսվել 2005-6-7 թվականների շուրջ, որտեղ բոլոր այսօրվա արդեն իրանք քանի տարեկան, 20-25 տարեկանները հիշում են, ախ են անում այն օրերին, երբ որ մրցակցությունը աշխատանքի համար այդքան շատ չէր, ինչ որ TV-ները, բաները, ու սաղ ապրում են այդ 2005-6-ականների vibe-ով, որը երևի մեր մոտ տենց 80-ականներն էր, էլի։ Հա, որտեղ 90-ականներից կայունությունը գնաց, այդպես էլ չեկավ, իսկ այն ժամանակ ինչ որ բաներ կար, բայց էլի Չինաստանն էլ բազմաշերտ է, որովհետև Չինաստանը 2005 թվականից հետո էական զարգացում է ապրել նաև բանի հաշվին, ասենք իրանք ունեցել են աշխարհում ամենաարագ զարգացումը մարդկանց քանակով։ Մարդկության պատմության ընթացքում երբևէ այդ քանակությամբ մարդ այդքան արագ չի հարստացել, ինչքան Չինաստանում վերջին 30 տարում։ Եվ դա եղել է առաջին հերթին ինդուստրիալիզացիայի հաշվին։ Ինդուստրիալիզացիան մի քանի 100 միլիոն մարդ գյուղերից եկել է քաղաքներ։ Եվ չինացիները դրա համար, երբ որ այդ ինդուստրիալիզացիայի process-ը գնում էր, շատ էին ուզում եւ վահավոր վախենում էին ցածր տնտեսական աճից, որովհետեւ ցածր տնտեսական աճը նշանակում էր, որ այդ քանակությամբ մարդ, որը գյուղատնտեսությունում, որը շատ արտադրողական չէր, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Չինաստանում, չեն կարող կլանել։ Իսկ այդ շարժը գյուղերից քաղաք տեղի էր ունենում։ Այսինքն մի էական մեծ տնտեսական պատմական զարգացում, որը ինդուստրիալիզացիան էր եւ ուրբանացումը, իրար հետ միասին Չինաստանում 30 տարում տեղի ունեցավ, երևի մի 2-300 միլիոն մարդ գյուղերից տեղակայվեց քաղաք առանց էական ճնշում ստեղծելու բաների վրա։ Հիմա երբ որ դա հիշում են այն քաղաքային բնակչությունը, բայց այն գյուղերի բնակչությունը, որը շատ ավելի վատ վիճակում էր եւ օրվա հացի խնդիր ուներ, իրանք նույն նոստալգիայով չեն հիշում։ Իհարկե դա բերում է նաեւ ուրիշ խնդիրների, ասենք այդ աշճանի ուրբանացումը բերում է խնդիրների բնակչության աճի հետ, ծննդաբերության հետ։ Այնտեղ ոնց որ չի բերում։ Հիմա արդեն բերում է։ Աճի հետ։ Հա, Չինաստանում։ Չինաստանում բացասական աճ է։ Դե բայց այդ պետական լծակներով է, այդպես բնական։ Չէ, պետական լծակները վաղուց արդեն վերացել են։ Հա, հանել է արդեն։ Քեզ չենք ասել։ Չէ։ Գաղտնիք եմ։ Ես չեմ գնում Չինաստան, չեմ գնում, հա։
Եկեք արհեստական բանականության մասին էլ մի հատ թեթև խոսենք, որտեղ այդ փղիկն է, որ նստած է սենյակում ու չենք անդրադառնում։ Եթե մանավանդ դեինդուստրիալիզացիայի ֆոնին այդ տենց նպաստող բաներից է, որ շատ ինդուստրիաներ ոնց որ ինքը փոխարինելու է նույն մեքենաշինությունը, տարբեր արտադրանքները, բան, եթե արդեն տենց լրիվ դրվի ռելսերի վրա, որ նույնիսկ ծրագրավորումն է, հա, շատ հիմնական բազային մասով վերցնում իր վրա, գուցե լավագույն սցենարով, եթե ամեն ինչ գնա, մարդը իր կյանքը կկազմակերպի զուտ վայելելու եւ նոր հետաքրքիր փորձառություններ փնտրելու շուրջ, իսկ բազային կարիքները նախ կլինի UBI, բան ունիվերսալ բազային, հա, եկամուտ ու այնտեղ ուտելիքը մշակելը, հասցնելը, շորը, խմիչքը, բան, այդ ամեն ինչը կազմակերպվի սիրուն AI համակարգում, մեզ մնա մենակ վայելել ու մեկ է մասաժիստների գործը կմնա ինձ դից ասեցին, նույնիսկ մեքենաները ինքնակշռող են եւ այլն, այդ առումով մենք որտեղ փնտրենք մեզ այս կյանքում։ Ես ճիշտ ասած դրա մասին այդքան չեմ մտածում, որովհետեւ դա կլինի ժամանակ, երբ որ ես չեմ լինի։ Մտածում եք ուշ ալնելու, մտածում եք 100 տարի հետո։ Չէ, այդ մոտարապես էքսպոնենցիոնալ է, էլի ոնց որ զարգանում, տենց են։ Էքսպոնենցիալ ինքը զարգանում է հետևյալ կերպ, դրան ասում են J-curve, սկզբից դանդաղ է գնում, հետո սկսում է աճել, երբ որ ինքը տարածված է լինում։ Ուղղակի, եթե նայենք տնտեսական զարգացումները, սկսած լուդիտական շարժումներից, երբ որ մեքենաները փոխում էին մարդկանց աշխատատեղերը, հետո կոմպյուտերներն եկան եւ այլն եւ այլն։ Հիմա որևէ կերպ արհեստական բանականությունը այս պահի դրությամբ դեռևս ավելի զորեղչի, քան արդյունաբերական հեղափոխության փոփոխությունները կամ էլեկտրականության ներմուծումը տնտեսություն կամ կոմպյուտերիզացիայի եւ բանի փուլը։ Ուղղակի ինքը ի տարբերություն այդ աշխատատեղերի ազդել է մտավոր աշխատանքի վրա։ Եվ մտավոր աշխատանք անողները, որոնք մինչև հիմա այդ տեսակետից ապահով էին, իրանք եւս ընկան այդ բանի տակ։ Երաժշտությունն էլ, հա, դե լրիվ տարան էլի երաժշտությունը, ինձ թվում է երաժիշտների ձեռքից, կամ ժուլիկներին ավելի հեշտ է ներկայանալ երաժիշտ, քան երբևէ եղել է։ Դե իմ տրամաբանությամբ դա էլ է մտավոր աշխատանք։ Հիմա, բայց նայեք, եկեք տարբերությունը հասկանանք։ Ասենք նույն Բրիթնի Սպիրսի կոմպոզիտորը շվեդ է, որը օգտագործում էր բավականաչափ տեխնիկա։ Եվ ինքը հազոր բավականաչափ, ասենք մենակ Սպիրսի կոմպոզիտորը չի, ուղղակի իր երգերի մեծամասնությունը գրող բաներ, ինքը օգտագործում էր տարբեր տեղեկի տեխնիկա, որով երաժշտության տարբեր կտորներ սեմփլեր անում, այս հնչողություններ փոխում են, հնչողություններ փոխում, անընդհատ կոմպյուտերներով խաղում էր, էսեր անում, էներ անում, հետո ստանում էր որոշակի հնչողություն։ Հիմա դա ոչ թե նոր բան է, այլ դա դարել է հասանելի շատ ավելի լայն խավերին։ Ի տարբերություն նրա, որ իր որակի անձնավորություններ շատ քիչ կային, որ համ տեխնոլոգիայից էին հասկանում, համ կարողանում էին այդ ձայները իրար մեջ դնել, համադրումները անել եւ պետքա քանի տարվա փորձ ունենայր որ անեիր, հիմա դա ամփոփված է բանի մեջ, բայց դա նույնն է ինչ որ ծրագրավորումը ցանկացած տեսակի։ Այդ ծրագրավորումը էլի ժամանակին շատ ավելի բարդ առարկա էր եւ մարդիկ շատ ավելի ծանր էին գրում, շատ ավելի թեթև ծրագրեր, քան հիմա։ Մուտքի շեմը լավ իջավ էլի։ Այն օրը ես Snake եմ գրել ChatGPT-ով, ասես լրիվ աշխատող Snake խաղ, որ ես ուր ծրագրավորում եմ։ Հիմա այդ է եղել, այսինքն, բայց նայեք, այդտեղ խնդիրը հետեւյալն է։ Այդ տեսակետից կան տնտեսագետների մեջ սկեպտիկներ եւ կան ջատագովներ։ Ջատագովները հիմնականում գալիս են այն ընկերություններից, ովքեր օգտագործում են դա եւ իրանց խնդիրը հիմնականում շուկայական արժեքը մեծացնելն է Anthropic-ի կամ ChatGPT-ի կամ այլ ընկերությունների։ Կան սկեպտիկներ, ասենք ամենահայտնի սկեպտիկներից մեկը Աճեմօղլուն է,
որ ասում են լավ կբերի մի 3% արտադրողականության աճի եւ կան աշխատանքներ, ինքը դասակարգում է աշխատանքներ, որոնք հեշտորեն նկարագրվող աշխատանքներ են, կոնտեքստ պահանջող աշխատանքներ են եւ այլն եւ այլն։ Հիմա եթե գանք, ասենք ձեր աշխատանքին arm comedy պատրաստելու համար ինչքան կոնտեքստ է ձեզ պետք։ Այդ շատ խափոսիկ հարց է, չգիտեմ։ Չէ, մենակ կոնտեքստը չի, լիքը բան, նաև ինստիտուցիոնալ հիշողությունն է, որովհետև ու հա շատ բաներ ինքը էմոցիոնալ է, հա, այտենց էմոցիոնալ զգայական է։ Հիմա դա իմ կարծիքով էմոցիոնալ զգայականը հենց կոնտեքստն է։ Հա։ Այսինքն դուք պետք է կոնտեքստը հասկանաք, այդ կոնտեքստով բան անեք։ Արհեստական բանականությունը, երբ որ ասում ես հումոր արա, ինքը հումոր անում է։ Եվ այդ հումորը դու ընկալում ես, որ հումոր է, որովհետև ճիշտ է կառուցված, բայց որպես կանոն ծիծաղելի չի լինում։ Փորձած կլնեք։ Հա, ահա։ Չէ, ինքը ուղղակի օգտվում է ինչ-որ կաղապարներից, հա, ինքը կաղապարով բան անում կամ նայում է ինչ-որ նմանատիպ բաների։ Ինքնա հուշում է, մտքերը մեկ-մեկ հուշում տալիս։ Ճիշտ է, ինքը, չէ, ես իրան շատ եմ օգտագործում, այսինքն չի որ ես ասում եմ որ դա ապագա չունի կամ չի օգտագործում։ Ես հիմնականում Claude։ Ինքը ավելի ստրուկտուրացված է եւ հետազոտությունների եւ բանի համար ավելի լավ է։ Նայած ինչը ոնց է օգտագործում։ Հիմա այդ տեսակետից երբ որ կոնտեքստը պահանջում եւ բարդ դատողություններ անելու է, դեռևս ինքը չի կարողանում այդ տեսակետից շատ լավ ավտոմատացնել։ Ինքը շատ լավ փոխարինում է ծրագրավորման աշխատանքին, որովհետեւ դրա կոնտեքստը շատ ավելի քիչ է։ Երբ որ ծրագրավորողների մեծամասնությունը ում փոխարինել է, դուք հստակ գիտեք պարամետրերը ինչ է, ասենք Snake-ը սարքելու համար, որ դուք արել եք, ըստ էության դուք կարող եք նկարագրել, թե ինչ եք ուզում։ Հետո որոշակի փոփոխություններ ես մեջ տալիս։ Հետո որոշակի փոփոխություններ ես տալիս։ Բայց հիմա պատկերացնենք հետեւյալը։ Այդ Snake-ը դուք պատրաստեցիք եւ ձեր համար բավականաչափ հետաքրքիր է, որ դուք կարողանում եք Snake պատրաստել։ Բայց այդ Snake-ով օրինակ Սերգեյը կխաղար։ Ես կարային ինձ անեի որ խաղար, հա, որտեվ այնտեղ օրինակ կարած բանն ես, որ ինքը հավաքի փոքրիկ խինկալիներ։ Չէ։ Օծը ու Սերգեյին դա մի անգամ։ Բայց դա կոնտեքստ էր, որ արհեստական բանականությունը չգիտի, որ ինքը այսինքն Սերգեյի մասին չգիտի, այսինքն այդ դեպքում դու պետք է ասես նկարագրես Սերգեյին, ասես սիրում է խինկալի եւ այլն։ Վրացական խոհանոցի վրա, հա։ Վրացական խոհանոց, այսինքն դա արհեստական բանականությունը չգիտի, կամ պետք է այդ դեպքում բոլորի վերաբերյալ ինֆորմացիան լինի եւ մասսայական, այսպես ասած, mass customization անի, այդ դեպքում էլի խնդիր կա, ինչ որ մեկը պետք է ձևակերպի, որ դու այս խնդրեմը արա։ Այսինքն խնդիր դնողը ամեն դեպքում կա եւ հիմա երաժիշտներից գործը, որ ասում եք արհեստական բանականությամբ խլել են։ Արհեստական բանականությունը ինքը չի որոշում։ Պարամետրերը իրան տալիս են եւ ինքը ինչ անում, ինքը շատ լավ ձեր արտադրողականությունը բարձրացնում է։ Դրա հետևանքով ցածր արտադրողականություն ունեցողները սկսում են ուրիշ բանով զբաղվել։ Իմ սիրած օրինակը ինդուստրիալ հեղափոխության ժամանակ հետևյալն էր։ Երբ որ Անգլիայում ջուլակներին սկսեցին փոխել հաստոսներով, ջուլակագործական, բանից պարզվեց, որ վարսավիրների քանակը ավելացավ։ Որովհետև ժամանակը ազատվեց, ծառայությունների քանակը ավելանում է եւ այդ ծառայությունների քանակը շատ դժվար է արհեստական բանականությամբ կամ ինչ-որ բանով տալ։ Կրկին խոսքը վերաբերում է նայած որ ասենք, եթե ես ունեմ երաժշտություն, այդ երաժշտության ցանկություն կամ իմ սերած հերոսներով ինչ-որ մուլտիկ եմ ուզում սարքել, ասենք կարամ երկու հեքիաթ իրար խառնեմ, ասեմ դե մի հատ ինձ մի հատ sense մուլտիկ տուր, որտեղ կարմիր գլխարկը մոխրոտիկին ծեծում է եւ այլն։ Այդ տրամաբանության բաների հետ կարամ խաղամ։ Բայց եթե խոսքը վերաբերում է ֆիզիկական ծառայություններին, կրթությանը եւ այլնին, ապա ֆիզիկական ասելով նկատի ունեմ ընդհանրենք հիվանդին տիրություն անել, ուտելիք տալ, ավտոմեքենա սարքել եւ այլն։ Այդտեղ ամեն դեպքում
դրանք կոնտեքստուալ բարդ աշխատանքներ են, որոնց համար արհեստական բանականությունը չի վերացնելու։ Ինքը դրա փոխարեն ավելացնելու է ինժեներների։ Որտեղ ինքը միշտ ինչ վերաբերում է արվեստի այդ բնագավառում բաներին, ինքը միշտ վերցնում է ամենաընդհանուրից, դրա համար ինքը ստացվում է չափազանց ընդհանուր, իսկ արվեստի ցանկացած գործ ինքը լավ է նրանով, որ կոնկրետ մի անհատի ապրածն է այնտեղ արտացոլվում, իսկ արհեստական բանականությունը դրա լրիվ հակառակ մոդելով է գնում, ինքը միանգամից սաղ մարդկության ապրածն է փորձում վերածի կատակի, կինոյի, չգիտեմ, երգի։ Որտեղ էլ կարակ ասեք կրկին հետևյալն է, խնդիրը եթե կարակ դնեք, ասեք դուրս սրա էքստրեմումը։ Ասենք ինչ-որ մի բան է, ֆուտբոլ են խաղում, ենթադրի, որ այս խաղացողը իմ ֆանտազի ֆուտբոլի մեջ այս ինչ բանն անելու մենակ աչվոտով խափելով գնալու է ամբողջ խաղում մենակ աչվոտի ներքին կրունկով գոլ է խփելու եւ չգիտեմ ինչ-որ տես մի բան ու ինչ-որ տես մի բան սարքի, բայց կրկին խնդիր դնողը որպես կանոն դուք եք։ Եթե դուք ուզում եք կոնտեքստի հասնել, մի խոսքով չեմ կարծում, որ ապոկալիպտիկ է։ Չեմ կարծում, որ պետք է արհամարել եւ չեմ կարծում, որ ազդեցություն չի ունենալու։ Բայց համաձայն եք այդ 3% բանի հետ, որտեվ դա ոնց որ մի տեսակ հատրացրած է ազդեցությունը։ Ես вообще մտածում եմ տարեկան 3% արտադրողականության բարձրանալը թիվ է։ Հա, տարեկան 3։ Okay, նայեք, չենք կարող մի ամբողջ բնագավառ կամ բնագավառներ, օրինակ տնտեսության վերահսկումը outsource անել AI-ին, որտեղ ինձ մեջ զարմացրել է, էլի, որ տենց դա քաղաքական հարց է դառնում։ Պետք է հարկերն այսքան, պետք է սուբսիդավորել այս ճյուղը տնտեսության, գյուղատնտեսության այս ճյուղը, ու տենց ինչ-որ հռետորաբանության մակարդակի վրա են տենց հարցերը քննարկվում, մինչդեռ դա լավ կներ գիտական ու թվերի կոնտեքստի հիման վրա։ Այս սաղ ոդները մտցնում ենք AI-ի մեջ, ասում է, որ ճյուղի վրա ինչ ուշադրություն դարձնեք, вообще ձեզ չի սազում վարդեր, ձեզ պետք է ծնեբեկներ աճացնել հաշվի առնելով ձեր։ Ես sense էքսպերիմենտ արեցի։ Բիզնեսը հարկ տա թե ազատվի, որտեվ դրա շուրջ էլ ինչ-որ անդադար է։ Էքսպերիմենտ արեցի Երևանում ծառերի հետ կապված, որ տենց կանաչապատման հարցեր, ասա okay, AI-ը մի հատ տենց ամբողջ աշխարհի պատմությունը տենց վերլուծելով ինչ ծառեր է խորտ տալիս, Ունդեղ հետաքրքիր տարբերակներ են անում, որոշ բաներ համընկնում են, օրինակ հուդայածառը օքեյ է, ինքը բաներ ունի։ Որոշ բաներ ինքը տենց շատ հստակ ասում է, որ ինչ-որ բանավիճ էր, հուդայածառը էսա կամ այն աստեղ թխենի կամ հացենի բան, այդ ինչ-որ ներվեր, էմոցիաներ вообще պետք չի, պետք է ուղղակի այդ սաղ քո կլիմայական պայմանները, ծովի մակարդակից բարձրությունը, բան դնում ես, քեզ ասում ախպեր ջան, էսա, ու նույնը լիքուրիշ բնագավառներում ներառյալ տնտեսության մեջ չեն կարանենք։ Նախ AI-ին, եթե դուք տակ տարբեր prompt-ներ, ինքը կարող է տա տարբեր արդյունքներ։ Այսինքն նայած դուք ինչ ինֆորմացիա եք տալիս։ Եվ ինչ եք թաքցնում։ Զգուշ եմ ես, հա, դա բազային բաներ եմ անում։ Չէ, բազային բաներ տալիս եք, այդ դեպքում ես օրինակ վարժություն եմ անում, իմ ուսանողներին տալիս եմ արհեստական բանականության վարժություն, ասում եմ այս հարցին պատասխանեք։ Հետո մի հատ խնդրում եմ նայեք դրա տակ ընկած ենթադրությունները ինչպիսին են։ Այդ ենթադրությունները իշխանության մասին, աշխարհի բնույթի մասին, քաղաքականության մասին, ասենք մեկը գալիս է նրանից, որ պատասխանը, որտեղ արհեստական բանականությունը ինքը ունի եւս որոշակի լոգիկա, նայած թե ինքը միշտ նույն բանը դες չի տալիս։ Ինքը տալիս է նմանատիպ բաներ 90%-ով 99%-ով, 95%-ով, բայց նույն բանը չի տալիս, որովհետև ինքը հաշվում է ամենահավանականը։ Հիմա որ ոտքից է վերկացել, դա տարբեր է, թե որ գրականությունն է սկզբից արել, հետո մյուսը արել եւ նոր տեքստ է վերցրել, այդ նոր տեքստից ինքը գնացել է, ասենք թիթեռի էֆեկտով կարող է ինչ-որ տարբերություններ տա։ Հիմա այդ տեսակետից, օրինակ նույն քաղաքական դատողությունների մեջ կա AI, որը նույն հարցին պատասխանել էր ելնելով նրանից, որ քաղաքականությունը անհաշտ պայքար է homo homini lupus est տարբերակով, մարդը մարդուն գայլ է, եւ ինքը մրցակցային է ու հակադիր, այն մյուսներն էր, որ հնարավոր է համաձայնության գալ եւ ունենալ հավասարակշիռ կառավարում, քանի որ համաձայնությունը հնարավոր է Լեոևյանյան տարբերակով կամ ինչ-որ նման մի բան։
դուք AI-ին մի դիտարկեք որպես չեզոք գնահատական։ Դրա մասին Elon Musk-ն էր խոսում, ասում է որ Gemini-ում դիտավորյալ մցրել էին որոշակի սահմանափակումներ, ամեն անգամ երբ դու ասում ես, ահա պատկերի ինձ Ամերիկայի հիմնադիր հայրերին, անպայման մեջը կիներ, մեջը սևամորթներ էին, մեջը ասիացիներ էին, միշտ բոլորս գիտենք որ այդպես չի եղել, էլի, բայց այդ Ոչինչ անարատ չի այլևս AI-ը, ամեն մեկը լավ իր տակից օրակարգները եւ սահմանափակումները, կարգավորումները ունի։ Այդքան ինքը օրակարգեր չի, այդքան կուսենց ասեմ, նեն չի որ իրան հատուկ օրակարգ են տվել սահմանափակումներով, բայց նաեւ գրականությունը որ տվել են, այդ գրականությունը ինքը փնտրում է որոշակի ալգորիթմով, մի բան միտեղ առաջինն է գտնում, միտեղ երկրորդն է գտնում, եւ ասենք նույն AI-ին 5 րոպե հետո տակ կարող է մի քիչ ավելի տարբեր բան տա։ Ոչ թե այն պատճառով որ պատասխանն է, ասենք պարտադիր չի որ միշտ ծնեբեք տա, կարող է մեկ-մեկ էլ ասենք բրոկոլի տա։ Էլի շատ կողմ եմ, բայց մոտավորապես բարձր արդյունավետության կուլտուրա տա։ Չէ, բարձր արդյունավետության կուլտուրա լավ, sense մի օրինակ բերեմ մի քիչ բանի տեսակետից։ Ամերիկացիները երբ որ մտան Իրաք, շատ էին ուզում դեմոկրատիա սարքել։ Եվ ունեին բոլոր ցուցիչները եւ պլանը։ Ժողովներ անցկացնել, մարդկանց իրավասություններ տալ, այս ինչ անել, որպեսզի իրանք նորմալ ընտրեն, քննարկեն եւ այլն եւ այլն։ Եվ իրանք ըստ էության իրանց պատկերացրած իդեալական համակարգը մոդելավորել էին, գրել էին Պենտագոնում ինչ որ բաժիներ, որը ասում էր թե մեխանիկորեն ոնց ունենալ դեմոկրատիա Իրաքում։ Բնականաբար չաշխատեց, որովհետեւ կա ասենք քաղաքականության ամբողջ իմաստը, եթե դուք նայեք որպես հասարակություն, քաղաքական համակարգի իմաստը ո՞րն է, ըստ ես։ Բարելավել կյանքը, որակել կյանք մարդկանց, անվտանգ որակել։ Եվ եթե տենց վերցնենք դեմոկրատիայի հիմնական իմաստը ո՞րն է։ Իրավունքների տեսակետից չէ, ֆունկցիոնալ ենք նայում։ Հավասարություն, մի քիչ մեղքը տարածել բոլորի վրա։ Դա ինչ-որ փոքրամասնության կամքը պարտադրվի սա վրա։ Հա, եւ բացի եթե իրավական եւ բարոյական կատեգորիաներից դուրս գանք ֆունկցիոնալ նայենք, ֆունկցիոնալ նայելու տեսակետից հետադարձ կապի ապահովումն է։ Որովհետեւ եթե դուք հետադարձ կապի նորմալ ապահովում չեք անում, ձեր համակարգը կենսունակ չի։ Հիմա դուք պատկերացրեք, այն ինչ որ դուք ասում եք, AI-ը որոշեց եւ բան արեցի։ Ինքը կարող է շատ իմաստուն որոշում լինի, բայց այդ իմաստուն որոշումը հետադարձ կապ չունենա։ Դա հին բաններն էին, փիլիսոփաներն էին ասում, որ դեմոկրատիան լավը չի, դիկտատուրան լավը չի, լավագույն տարբերակը այն է, երբ որ ձեզ թագավորում է փիլիսոփա թագավորը։ Հիմա մոտավորապես այդ նույն բանն է, փիլիսոփա թագավորի անունը դրել են արհեստական բանականություն, որովհետև ինքը փիլիսոփա է սահմանմանը, շատ ավելի շատ է կարդացել, քան Արիստոտելն ու Պլատոնը միասին, եւ շատ ավելի լավ բան գիտի, ելը մի երկու ալգորիթմ էլ ավել գիտի եւ կարող է ցանկացած բան տա։ Բայց դա երբ որ գալիս է արդեն իրական հողի վրա, բանից պարզվում է, որ շահեր կան, այդ շահերի տակ մարդիկ կան, այդ մարդկանց տակ այլ տրամաբանություն է, որովհետև իրենք ասում են, ես ծնվել եմ ստեղ, չեմ ուզում ստեղից գնամ, թե արհեստական բանականությունն ասում է, որ իմ տանտեղով պետք է ճանապարհ գնա։ Okay, բայց դուք ընդհանուր առմամբ լավատես եք, թե սկեպտիկ եք տեխնոլոգիաների զարգացման հարցում, ո՞նց եք ապագան տենում, տես լավատեսական եք տրամադրված։ Ապագան տեսնում եմ հետևյալ կերպ, որ մենք ունենալու ենք մշտական բարելավում արտադրողականության եւ այդ արտադրողականության բարելավումը անընդհատ ստեղծելու է ստրես, թե աշխատուժի, թե բանի տեսակետից եւ մշտական աշխատանքները գնալու վերանալու են։ Բոլորը ֆրիլանս են անում։ Չէ, արվեստ են մտնել, այսինքն սրտը ուզելիք են անելու, հա, երևի հոբի։ Չէ, նկատի ունեմ հիմա, ասենք տաքսու վարորդը արվեստ է։ Չէ, բայց դա կվերանա, որտեվ ինքնակշռող մեքենաներ կլինեն։ Ինքնակշռող մեքենաներից սենց ասեմ, եթե դուք ձեր սիրած մասնագիտության տեսակետից թերապիայով եք զբաղվում, չգիտեմ դա ոնց է Թերապևտն է։ Թերապևտը բժիշկն է։ Բայց մասաժիստ physical therapist, manual therapist եւ այլն։ Թերապիայի մասնագետ։ Հիմա այդ տեսակետից դուք կարող եք աշխատել ռեժիմով, կարող եք աշխատել ձեր գրաֆիկով, կարող եք աշխատել հասանելիությամբ, ասենք հիմա վարպետների մեծամասնությունը հարթակներով է աշխատում։
ինք իրան այստեղից ասում են, այնտեղից ասում են, մշտապես աշխատանքներ եղել են, որոնք եղել են եւ վարձատրվել են, սակայն չեն ունեցել արդյունաբերական ռիթմ։ Հիմա այդ արդյունաբերական ռիթմի կտրվելը լինելու է շատ ավելի շատ։ Իսկ Հայաստանի ընդհանուր այս ուղղվածությունը որքանով է իրատեսական տեսնում դիրքավորվել այդ բարձր AI ոլորտում, որտեղ ունենք Firebird-ը, որը բացվել է եւ ուղղակի մի քիչ կտրվելով ոնց որ քարոզչությունից, որտեղ քարոզչությունը հա բարձր է ինչ-որ կարևոր դեր ունի, բայց ընդհանուր որքանով իրատեսական է, որ մենք այդտեղ կարող ենք ինչ-որ մի հատ լուրջ հանգույց դառնալ մոլորակի վրա, որը աշխարհին սերվիս կմատակարարի այս առումով։ Տեսականորեն որ լավ բան կասեք։ Այդ հույսով ենք այդ հարցը տալի։ Prompt-ը տվեցիք։ Մոռացեք, մոռացեք։ Քանդակ եք այդ բանը։ Քարը չթողնեք։ Նայեք։ Սենց էլ հուդայացարի վրա է, էլի կանգնել։ Well, AI ասեց։ Այդտեղ ստեղծվում է մեծ հնարավորություն, ամբողջ հարցներն այդ հնարավորությունը կարող ենք օգտագործել, թե ոչ։ Որովհետև երբ որ կա այդ կառույցը, տեսականորեն ինքը կարող է լինել, մենք ունենք բազմաթիվ ընկերություններ Հայաստանում IT ոլորտում, որոնց հիմնական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա սահմանափակվում է աշխատողների սպառումով։ Մենք ունենք Ռուսաստանից ներգաղթածներ, որոնք Հայաստանի արդյունաբերության վրա ունեցել են ազդեցություն, բայց սահմանափակ։ Իրանք, ասենք, IT ընկերությունների մեծամասնությունը աշխատում են գլոբալ արժեշղթաներում։ Այդ գլոբալ արժեշղթաները, ասենք, մեր հիմնական ընկերությունները, որոնք նայեք, խոշոր հարկատուները եւ այլն, բոլորը էքսպորտ են տալիս։ Siemens-ը, Synopsys-ը, VM-ը, չգիտեմ, որը այդ բոլոր խոշոր ընկերությունները։ Բայց իրանք ըստ էության առանձնացված ընկերություններ չեն իրանց պրոդուկտներով։ Իրանք գլոբալ ցանցի մաս են։ Հիմա, եթե մենք գլոբալ ցանցի մաս ենք, դա նշանակում է, որ մենք ազդեցություն տնտեսության վրա նկատի չունեն, որ այս ընկերությունները վատն են կամ ազդեցություն չունեն։ Ուղղակի պրոդուկտ, որը Հայաստանում օգտագործվում է, իրանք չունեն։ Իրանք ունեն ազդեցություն, որ ունեն բարձր վարձատրվող աշխատակազմ, որը ստեղծում է պահանջարկ ծառայությունների եւ այլնի համար, եւ որ իրանք ունեն մարդկային կապիտալ, որը պարբերաբար ոչ շատ, քանի որ երբեմն դուրս են գալիս ուրիշ աշխատանք են անում, բայց այս աշխատողների մեծամասնությունը դուրս չի գալիս սկսում իր սեփական բիզնեսը, կամ եթե իր սեփական բիզնեսը սկսում է, այլ մի քանի տարի հետո դառնում է այլ գլոբալ արտադրաշղթայի մաս։ Հիմա հավանականությունը, որ Firebird-ի նման ինչ-որ կառույց կլինի, որը կունենա NVIDIA-ի GPU-ներ եւ կլինի գլոբալ արժեշղթայից դուրս, հավանական չի։ Այսինքն մենք դրանով էլի սպասարկելու ենք տնտեսության զարգացումներն ամբողջ աշխարհում եւ կարող է Հայաստանի վրա էֆեկտը լինի շատ ավելի քիչ։ Հիմա ամբողջ հարցն է, այդ տրամաբանությունից ելնելով մենք ինչ կարողություններ կարող ենք լրացուցիչ զարգացնել, որպեսզի դրանից օգտվենք։ Երբ որ այդ քայլերը մենք սկսենք արդեն անել, ծրագրեր համալսարանական, դրա հետ կապված, գիտահետազոտական ինչ-որ բաներ լինի, ֆինանսավորեն եւ այլն, որ այդ ազդեցությունը սկսի տարածվել, դա կլինի ազդեցություն։ Այս պահին դա չկա դեռ։ Ես բացասական չեմ ասում, չի կարող լինել այս պահին։ Հասկանալի է, դե բայց հույսը հենց այդ է, որ էկո համակարգ կձևավորվի, ասենք ոչ մեկ չի ակնկալում, որ Nvidia-ն կդառնա հայկական ընկերություն, որը հայկական արտադրանք կտա, ինքը ուղղակի տենց ինչ որ իր asset-ը, ինչ որ արժեքը կունենա այստեղ, որի շուրջ կձևավորվի այդ կրթական, տենց ընդհանուր մշակույթ, որտեղ ուրիշները իրանց պոտենցիալը կօգտագործեն, հաշվի առնելով, որ մոտիկ կա տենց լավ տեղ։ Կլինի, սակայն դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա չի լինի շատ մեծ, քանի որ Հայաստանի տնտեսությունում դրա պահանջարկը որպես այդպեսին շատ չի։ Ամբողջ հարցը նմանատիպ կլաստեր կձևավորվի թե չէ, այլ խնդիր է։ Հիմա եկեք նայենք դրական տեսակետից։ Մենք ունենք շատ ավելի լավ IT հատված, էկոսիստեմա, միկրոէլեկտրոնիկայից եկած, քան ունի, ասենք, Վրաստանը կամ Ադրբեջանը։ Ասենք,
Synopsys կամ Siemens կամ նմանատիպ չիպ դիզայնի մասնագիտացված ընկերություններ այլոք այդ հանրապետություններում չկան։ National Instruments, մեկ էլ շատ լավ, Դա ավելի ինժեներական է։ կորեալ։ Եվ շատ գնահատելի աշխատանք է կատարել, ասենք իր շուրջ էկոսիստեմա է զարգացրել, որի հետևանքով զարգանում է engineering city-ն եւ այլն եւ այլն։ Բանի տեսակետից ասածս ինչ է ուղղակի։ Դա էլ եկել է նրանից, որ սովետական միության ժամանակ դեռևս մենք ունեինք միկրոէլեկտրոնիկայի գործարան, միօթենական հետազոտական կենտրոն, բանի կողքն էր, հանրապետական հիվանդանոցի։ Կոչվում էր Научно-исследовательский технический институт микроэлектроники ՆԻՏԻՄ։ Եվ այլն։ Այդ բազայի վրա կամաց զարգացել է, այսինքն մենք որ դա հիմա ունենք, պատճառներից մեկը նաև այն է եղել, որ մենք ունեցել ենք ժամանակին նմանատիպ խնդիր։ Հիմա դա կզարգանա, ինչ արագությամբ կզարգանա, հնարավոր է կախված է նրանից ինչքանով մեր մնացած կառույցները մասնագետներ կսարքեն եւ պահանջարկ կձևավորեն իրանց ցանցերի միջոցով այդտեղից օգտվելու։ Հավանականությունը կա, բայց երաշխավորված չի։ Հասկանալի է։ Պետք է շարունակել։ Well, ինչ որ լավատեսական բան ամեն դեպքում ես ստացա։ Այդ prompt-ը որ տվեցիք, ո՞նց։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեր ժամանակի համար։ Բա մեզ հարցեր չունեք։ Այնո։ Աջականի մասին հետո։ Այսքան էր լուրջ քասթը, դուք էլ եթե հարցեր ունեք, գրեք կոմենտներում, կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ այսքան